Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարին հյուրընկալել եմ Հանուն-սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ, որ մեր ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, YouTube-յան եւ Facebook-յան էջերում։ Բարև ձեզ, Արման, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Բնականաբար անդրադառնանք, թե ինչ է կատարվում մեր հարևան պետությունում, Իրան, փետրվարի 28-ից այնտեղ իրավիճակը բավականին բարդ է, արյունահեղություններ կան, զոհեր կան, զոհերի մեջ են նաև Իրանի գերագույն առաջնորդը իր ընտանիքով, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, աշակերտներ, երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել եւ հասկանանք, թե ամեն դեպքում ինչ ավարտ է ունենալու սա։ Ես չեմ ուզում անդրադառնալ բոլոր դեպքերին մանրամասն, կարծում եմ մեզ հետևորդներն էլ գիտեն, ժամանակը խնայենք, որպեսզի մեր տեսակետը արտահայտենք Երևանի մոտեցումներին էլ եմ ուզում անդրադառնալ, որտեղ Նիկոլ Փաշինյանը իր հերթին, Արարատ Միրզոյանը եւս հեռագիր եւ հեռախոսազանգ եղավ Երևանից, կարեկցանքը մեր հայտնեցինք, այնպես որ այս կոնֆլիկտը ուր է տանելու եւ հատկապես Հայաստանի Հանրապետության վրա ինչպես է դա ազգացվելու։ Ես կարծում եմ, որ պլանավորված էր արագ հարցը լուծելու, նաև Դոնալդ Թրամփն է դրա մասին խոսում, Իսրայելը բնականաբար իրենք պլանավորում էին շատ արագ հարցը լուծել եւ այնպես անել, որ ստիպեին Իրանին գնալ զիջումների, բայց ինչպես արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարությունը հայտնեց երեկ, որ իրենց սպասվածից ավելի էր, այսինքն Իրանը սկսեց դիմակայել եւ երևի ոչ ոք չէր սպասում, որ նման մասշտաբների հրթիռներով կխփի տարբեր երկրների, մոտ 27 երկրներում ամերիկյան բազաներին եւ դեսպանատներին է խփել Իրանը, մոտ 11-ից ավել Մերձավոր Արևելքում, Պարսից ծովում երկրների է խփել եւ իհարկե այստեղ խնդիրներ է ստեղծվում եւ ամենակարևորը, որ այսօր շատ լուրջ խնդիր է համաշխարհային տնտեսության համար, դա այն ենթակառուցվածքներն են, նավթային, գազային, որոնք կան Պարսից ծովում, Մերձավոր Արևելքում, որոնք դառել են թիրախ Իրանի համար։ Սա բերում է նրան, որ թե գազի, թե նավթի գները կտրուկ կարող են անկառավարելի աճ գրանցեն, ինչը բնականաբար կարող է բերել լուրջ տնտեսական հետևանքների։ Եվ Իրանը ցույց է տալիս, որ որևէ կարմիր գիծ այս պահին այլևս չունի, որովհետև մահացել է իր բարձրագույն ղեկավարը Համենեին եւ այս առումով բնական է սա ավելի ամրապնդել եւ կոնսոլիդացրել կարծես թե ինչպես որ կողքից երևում է Իրանի հասարակությունը, Իրանի էլիտաները, Իրանի ժողովրդին սա բերել է մի հատ այլ էֆեկտի, այսինքն նրանք ովքեր պլանավորում էին վերնախավը չեզոքացնել, ոչնչացնել եւ դա կբերի էլիտաների պառակտմանը, արդեն երկրի ներսում անկայունությանը հակառակ էֆեկտը ստացավ։ Էլիտաները ավելի կոնսոլիդացվեցին, այո, մենք տեսանք որոշակի դրվագներ, որ որոշակի խմբեր ուրախացան, դուրս եկան փողոց եւ այլն, դա լոկալ բնույթ էր կրում իրականում, դա նաեւ փորձում էին տեղեկատվական հոսքերով ցույց տալ, որ տեսեք, հեսա Իրանում սկսվում է ուրախություն, Իրանում սկսվում է իշխանափոխություն եւ հիշում եք, որ Թրամփը հայտարարեց, որ դուրս եկեք փողոցներ, այսինքն հենց դա է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ ղեկավարությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների իրենց շեշտը դրել էին ներքին անկայունության, որովհետև տեսեք հիմա շատ է խոսում եւ նաեւ Մարկո Ռուբիոն հայտարարեց, որ Ամերիկայի նախագահն չի բացառում ցամաքային օպերացիայի սկիզբ, այսինքն զորքերը մտցնել Իրան, բայց դա այս պահին իմ համար շատ քիչ հավանական է, թվում նախ դա շատ բարդ է, որտեղ Իրանը շատ մեծ երկիր է, 85 միլիոն բնակչություն ունեցող երկիր է, Իրանը այսպես ասենք ինքը այնտեղ սարեր են, շատ բարդ ռելիեֆ է, շատ բարդ ճանապարհային լոգիստիկա ունի նրա համար, որպեսզի զորքը այդպես հեշտ մտցնել, հետո թե որտեղից կարելի է մտցնել, տեսեք, եթե նայենք նույն լոգիստիկան, բնական է կարող է լինել դա Թուրքիայից, ինչը գրեթե անհնար է, որտեղ Էրդողանը դա թույլ չի տա, դա իր շահերից չի բխում։ Ընդ որում Էրդողանը հայտարարեց, որ բոլոր իրավական նորմերը խախտվել, այո, մենք տեսանք, թե ինչպիսի նորմերն են խախտվել։ Դա կարող է լինել Աֆղանստանից եւ Պակիստանից, բայց Աֆղանստանի հետ այսօր Ամերիկայի հարաբերությունները հաշվի առնելով եւս գրեթե անհնար է, Պակիստանից դժվար է եւ շատ բարդ է նույն աշխարհագրական դիրքի հետ կապված
Մի խոսքով մենք եթե նայենք իրավիճակին, Պարսից ծովից են նաև կարող է լինել, բայց այդտեղ գիտեք խնդիրը որն է, որ նախ եւ առաջ դու պետք է ենթակառուցվածքները Իրանում ոչնչացնես, չեզոքացնես, հակաօդային պաշտպանությունը ամբողջական շարքից դուրս բերես, ստեղծես այն պայմանները, որ արդեն զորքը կարողանա մտնել։ Իսկ հիմա որ մենք տեսնում ենք, թե ինչպիսի դիմակայություն ունի Իրանը, Իրանի ռազմասպառազինությունը, հնարավորությունը մեծ մասշտաբային հրթիռների բազան, այսինքն այնտեղ բավականին մեծ Իսրայելից շատ իրանք ունեն հրթիռներ, այո Իսրայելին է կարելի ասել, եթե մասնագետները ռազմական կարող են փաստել, որ Իսրայելը ունի շատ հզոր տեխնոլոգիաներ եւ այդ առումով որակի առումով ինքը ունի հնարավորություն մենք գիտենք, որ Խամենեի սպանությունը դա շատ մեծ երկար ծրագրած ծրագիր է եւ նույնիսկ որոշ գնահատականով 2001 թվականից սկսված այդ թվից է սկսվել մշակվել այդ ծրագիրը, պատկերացնում եք, այո, ընտանիքում, այո, եւ ստեղ արհեստական բանականության տեխնոլոգիաներ են օգտագործել, Սպուտնիկի հնարավորությունները այդ տվյալները ստանալու, հա, տեղաշարժի մասին եւ այլն, Իսրայելը ունի այդ տեխնիկական հնարավորությունները եւ շատ ավելի տեխնոլոգիական առումով շատ զարգացած է, բայց Իրանն էլ քանակային առումով ունի շատ մեծ առավելություն։ Դա պետք է դու շարքից դուրս բերես այդ ամեն ինչը, այդ բոլոր հնարավոր պոտենցիալը, այդ բոլոր բաները եւ նոր կարողանա զորքը մտնել։ Դա մոտակա ժամանակի մասին չի։ Տեսեք, դուք ասում եք, վաղուց է ծրագրավորած եղել առաջնորդի սպանությունը։ Իրանն էլ 20 տարիներից ավել պատրաստվել այս պատերազմին։ Քաղաքի այդ ստորգետնյա քաղաքները հրթիռային եւ այլն այնպես չի որ ասածս ինչ է ձեր հարցին ուղիղ ուզում եմ պատասխանեմ փորձեցի գամ այս գործոնները ներկայացնեմ որ սա մոտակա ժամանակվա ավարտվելու մասին չի այս կռիվը այսինքն երկար է լինելու 4-5 շաբաթ ես կարծում եմ որ 4-5 շաբաթ հետո լինելու է սառուցում սա իմ անձնական կանխատեսումն է պատերազմը չի ավարտվելու եւ ով է ում խնդրելու հանգուցալուծում չի լինելու երկու կողմերը փորձելու են պահել դեմքը տեսեք Իրանը չի կարող այսօր գնալ լուրջ զիջումների իր ղեկավարության սպանությունից հետո որովհետև Իրանի ղեկավարությունը այսօրվա կկորցնի իր դեմքը ժողովրդի մոտ Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ չեն կարող գնալ առաջինը զիջումների, որովհետև մենք գիտենք, որ ըստ սոցիոլոգիական որոշ հարցումների այս ռազմական օպերացիան Ամերիկայի ներսում աջակցում են մոտ 25% քաղաքացիներ, եւ սա կարող է բերել, եթե Ամերիկան չկարողանա հասնել իր նպատակներին այնպես ինչ որ դա ծրագրած էր, դա կբերի նրան, որ Թրամփի ռեյտինգը կտրուկ կնվազի, հաշվի առնելով կոնգրեսում ընտրությունները, աշնանը, սա կարող է առհասարակ բերել նրան, որ Թրամփը կարող է պարտվել այդ ընտրություններում, ինչը Թրամփի համար անընդունելի է։ Դրա համար երկու կողմերն էլ չեն կարող գնալ զիջումների, հստակ ուղիղ առաջինը, եւ ես կարծում եմ միջնորդավորված է լինելու այդ բանակցությունները եւ այդ պաուզան, այդ սառեցումը, այստեղ կարող են միջնորդներ լինել Կատարը, Օմանը, տեսանք որ այո, Թուրքիան, ինչը որ Էրդողան արդեն հայտարարել է, Ռուսաստանը, ինչու Ռուսաստանը, որովհետեւ մենք այսօր երեք տեսանք, որ տարբեր արաբական էմիրության երկրների, արաբական էմիրությունների ղեկավարը այլ մերձավոր արևելքի երկրների ղեկավարները կապնվեցին Պուտինի հետ եւ այսպես ասենք ես ուշադիր հետևում էի այդ ինչ էր ներկայացված բովանդակություն այդ խոսակցության դիմել են որպեսզի Ռուսաստանը օգտագործի իր կապերը եւ ազդի Թեհրանի վրա որպեսզի այդ ռմբակոծությունը դադարի եւ ի վերջո մենք տեսնում ենք որ մերձավոր արևելքի երկրներում թիրախավորվում են հենց այդ ենթակառուցվածքները որոնք շատ լուրջ տնտեսական վնաս են հասցնում այդ երկրներին թե արաբական էմիրություններին թե Սաուդյան Արաբիային, հա, այսինքն սա ուղղակի նրա մասին չէ, որ խփում են, չգիտեմ, հյուրանոցներին կամ հակաօդային պաշտպանությունը լավ աշխատում է, պահում է մեծամասնությունը այդ հրթիռների։ Խոսքը գնում է, որ թիրախ է հենց այդ ենթակառուցվածքները, ինչը Իրանը իր համար ընտրել է եւ կարծես թե այս ռազմավարությունը բերում է որոշակի արդյունքի։ Եվ ամենակարևորը ասեմ, որ Միացյալ Նահանգները չունեն այնպիսի պաշարներ այսօր, որ կարողանան համ իսրայելական ուղղությամբ, համ իրենց բազաների եւ դեսպանատների ուղղությամբ
միաժամանակ համ մերձավոր արևելքի երկրների ուղղությամբ այդքան հնարավորություն հակաօդային պաշտպանության եւ տեխնիկական հնարավորություններ, Եվ նույնիսկ կենթանի ուժի, որի մասին արդեն Ամերիկայի բնակչությունը Թրամփին հիշեցնում է, որ իրեն զինվորները զոհվում են, իրենց տղաները զինվում։ Բարդ process է, երբ որ ամերիկյան զինվորները զոհվում են եւ դա շատ շոկային է ամերիկյան հասարակության համար, եւ դրա համար եմ ասում, որ ես կարծում եմ, որ այս պատերազմը, այս ռազմական օպերացիան չի բերի ավարտին մոտակա շաբաթներում, խոսքը գնում է, որ կլինի ինձ թվում է միջանկյալ սառեցում, բայց դա չի նշանակում, որ վերջ խնդիրը կլուծվի, դա նշանակում է, որ կողմերը կսկսվեն էլ նոր ավելի թափով պատրաստվել նոր էսկալացիայի։ Սա իմ անձնական վերլուծության արդյունքն է եւ կանխատեսումն է, տեսնենք թե ինչպես կլինի։ Ես չեմ տեսնում նախադրյալներ այսօր արդեն հստակ այն իրավիճակից, որը կա, որ սա 4-5 շաբաթվա այս օպերացիան 4-5 շաբաթում կբերի նրան, որ Իրանը կհանձնվի կամ կհասնեն նպատակները։ Եվ ամենակարևորը ասեմ, որ այն շեշտը, որ դրվել էր, որ կլինի իշխանափոխություն ներսից, դրա համար էլ հիմա արդեն նախադրյալները չափազանց քիչ են, իրանական ընդդիմությունը չունի այն ռեսուրսները, որով կարող է իշխանափոխություն անել, իսկ բայց Թրամփ ունի արդեն 3 ներկայացուցիչ իր մտքում, ովքեր կարող են լինել։ Այո, եւ այստեղ գիտեք, դե Թրամփը կարող է ունենալ մտքում, բայց այն իրավիճակը, որը կա գետնի վրա, անգամ Թրամփին է զարմացրել, որովհետեւ Թրամփը հայտարարեց, որ մեր համար անակնկալ էր։ Իսկ սա կարող են կապել, որովհետեւ որոշ ռազմական փորձագետներ գտնում են, որ Թրամփը կատարում է Իսրայելի այս կմահաճույքները։ Ավելի շատ նրանք են հրահրում եւ Թրամփը։ Ես շատ զարմացա Ռուբիոյի գնահատականի առումով, որովհետեւ Ռուբիոն հայտարարեց, որ դա մենք չենք սկսել, դա Իսրայելն էր, եւ մենք գիտենք, որ գնում էին բանակցություններ, չէ, Ամերիկայի եւ Իրանի միջեւ, եւ կարծես թե գոհ են, եւ Ռուբիոն ասում է, որ Իսրայելը որոշեց։ Ես չեմ կարծում, որ Ամերիկան ուզենար ազդել Իսրայելի վրա, չէր կարողանա ազդել, նամանավանդ, որ գնում էին բանակցություններ եւ նամանավանդ, որ կային նախադրյալներ դրական։ Դրա համար մի փոքր շատ տարօրինակ գնահատական է, այսինքն հայտարարություն է, որ Իսրայելը, Ամերիկան ունի շատ լուրջ լծակներ ազդելու Իսրայելի վրա, չեմ կարծում, որ Եվ եթե իրեն պետք չլիներ, ապա այստեղ Նեթանյահուի գործոնը ոչինչ չէր կարող։ Եվ բացի դրանից մենք տեսնում ենք Թրամփի առաջի օրվա, առաջի 2 օրերի հռետորաբանությունը, որ մենք հեսա կլուծենք հարցերը, վերջ եւ այլն, բայց տեսեք, միշտ չէ, որ այն ինչ որ գծվում են թեկուս ուժային մեծ խոշոր կենտրոնները, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները բնականը մնում է շատ լուրջ, ասենք ասենք թիվ 1 ուժային կենտրոնը աշխարհում, միշտ չէ, որ այնպես ինչպես դու պլանավորում ես, այդպես գնում է, Իրանը շատ ուժեղ հակահարվածներ է տալիս եւ թիրախավորել է այնպիսի ուղղություններ, որոնք որ հասցնում են վնաս բոլորին, ասեմ բոլորին եւ այս առումով տեսնենք թե որքանով կարդարանան իմ կանխատեսումները, բայց այսօր այդ նախադրյալների մասին է խոսքը։ Ֆրանսիան էլ արտահայտեց չէ իր կարծիքը եւ Մակրոնը հայտարարեց, որ միջուկային զինանոցը մեծացնելու ծրագրերի մասին խոսեց եւ պատրաստվում է նաեւ դրան, սա ինչի մասին է խոսում, եվրոպական երկրների մոտեցումը ինչպիսին է։ Տեսեք, այսպես ասենք, այսօր այդ ենթակառուցվածքների թիրախավորումից, գիտենք նավթի պաշարները, որքանից է նավթի պաշարներից, որքանով է նավթի պաշարներից կախված Եվրոպական միությունը այսօր, այս ամենը շատ լուրջ խնդիր է առաջացնում Եվրոպական միության տնտեսության համար։ Եվ Օսմանյան այդ նեղոցի փակելը, որը աշխարհի 20% նավթի բանի մասին, հոսքերի մասին, 20-25%-ի մասին է խոսքը, առաջի օգտվողներից դա Եվրոպական միությունն է եւ Չինաստանը բնականաբար, այսինքն այս առումով բոլորը դիսկոմֆորտի մեջ են գտնվում եւ բոլորի համար սա լուրջ տնտեսական լոգիստիկ եւ այլ խնդիրների մասին է խոսքը։ Հայաստանի համար։ Հեսա Հայաստանին կանադառնամ, Եվրոպական միության հետ կապված բնական է, որ այս առումով մենք տեսանք սկզբի օրերին նաև զգույշ հայտարարություններ նույն Ֆրանսիայի կողմից եւ այլն, որ իրենք այնքան էլ չեն, այսպես ասենք, աջակցում Ամերիկայի եւ Իսրայելի այս ծրագիրը եւ բնական է, որ այս առումով խոսքը գնում է տնտեսական հստակ շահերի մասին, հա։
Դրա համար մենք տեսնում ենք, որ չկա, ես համոզված եմ եւ տեսնում Այսինքն եմ։ ոչ մեկին հետաքրքիր չի, թե այնտեղ ինչ ռեժիմ կլինի։ Գիտեք, Ավելի շատ տնտեսական մոտեցումներն են այդ դե տնտեսական։ ռեժիմը Իրանի մասն է, չէ՞, ոսկե իհարկե լոյալ ռեժիմ է պետք, որ լինի Ամերիկայի Միացյալ Նահանգներին, այնպիսի ռեժիմ, որ ձեռք է տալիս, բայց Իրանը չափազանց բարդ երկիր է։ Իրանը Իրաք չի, որ 2003 թվականին մենք հիշում ենք ինչ եղավ, հա, ինչ արեցին ամերիկացիները Իրաքում շատ արագ ու այդ առումով Իրանը Իրաք չի, Իրանը 85 միլիոն բնակչություն ունեցող երկիր է, շատ բարդ երկիր է, շատ բարդ արժեհամակարգով, մոտեցումներով, Ազգերի, այո, շատ բարդ էթնիկ էթնիկ առումով շատ բարդ երկիր է եւ այս առումով ես դրա համար որ որոշ մարդիկ կան որ շատ հեշտ հեսա տեսեք բան առաջի օրին ինչ հարցերը լուծում են եւ այլն իրենք մտածում են եւ Համենեի մահով բարձրագույն ղեկավարի այո կբերին բայց մենք տեսնում ենք որ ոչ դա բերեց ավելի կոնսոլիդացիայի թե իշխանության ներսում թե ժողովրդի մոտ թե երկրի առասարակ ընդ որում ընտրությունները արդեն այս 2 օրը լինելու են անձերի հետ կապված այո շատ արագ արդեն նախապատրաստված էին կարծես թե այդ սցենարներին եւ ոչ մի խնդիրներ, ոչ մի կոլապս դա չառաջացրեց պետական ապարատի ներսում, հա։ Հայաստանի մասով ասեմ, Իրանը մեր հարևանն է եւ դա չի կարող ուղղակի չունենալ մեր վրա ազդեցություն, թե մենք ունենք տնտեսական կապեր Իրանի հետ, դա կբերի լոգիստիկ նաեւ խնդիրների, դա կբերի մենք նաեւ այնտեղից որոշ չափով գազ ենք ստանում, մենք գիտենք էլեկտրաէներգիա գազ այդ գործարքի առումով, դա նույնպես որոշակի տնտեսական բարդությունների է բերում եւ առհասարակ տեսեք կան նաեւ հերանեկարային առումով, եթե սկսվի շատ գլոբալ կոնֆլիկտ, ինչի մասին Թրամփը ասում է, որ մենք դեռևս չենք սկսել, նոր ալիք է լինելու եւ այլն, ասեմ, որ այդ նոր ալիքը կարա լինի նաեւ իմ ասած այդ դաթարից հետո, հա, այսինքն պարտադիր չէ որ դա լինի մոտ ժամանակներում, եթե նույնիսկ լինի էլ ավելի ինտենսիվ հրթիռներ հրթիռակոծություն, այսպես ասենք, Իրանի ուղղությամբ, դա չի նշանակում, որ վերջ, գիտեք, այս իրավիճակում դա կարող է բերել ինչ-որ հանգուցալուծման, որովհետև այս առումով Իրանը ունի, այո, որոշ գնահատականներով ոչ այդքան էֆեկտիվ, ինչպես որ Իսրայելը եւ այլն, շատ տարբեր կարծիքներ կան հակաօդային պաշտպանության, բայց կարող եմ ասել, որ մենք տեսնում ենք, որ Իրանը իր ռազմական հնարավորություններով բավականին լավ պատրաստվել է այս էսկալացիային, այս պատերազմին։ Բայց եթե լինի գլոբալ, հա, այսպես ասենք, տարածաշրջանային երկրները ներքաշվեն այս ամեն ինչի մեջ եւ այլն, իհարկե սա կարող է ստեղծել Հայաստանի համար չափազանց վտանգավոր հեռանկարներ։ Հուսանք, որ դրան չի հասնի։ Արդեն Իսրայելից, Իրանից, Արաբական Էմիրություններից Երևանի 8 չվերթը չփարկվել։ Այո, դա արդեն, չէ, գիտեք, դա անգամ դա դիսկոմֆորտի մասին է։ Փոքրիկ մի Այո, դա դիսկոմֆորտի մասին է, բայց Աստված հեռու տանի, եթե սկսվի գլոբալ ինչ-որ էսկալացիա, ես մտածում եմ, որ ստեղ կարող է լինել Հայաստանի համար շատ լուրջ ռիսկեր։ Իսկ Թրիփի հարցում ինչպես պետք է համատեղել Իրանի եւ Հայաստանի շահերը, ինչ պետք է արվի։ Թրիփը քանի դեռևս չկա հստակ ընկալում, թե ինչպես կարող է այս ամենը, եւ երկարաժամկետ առումով ես ասեմ, նույնիսկ եթե լինի դադար 4-5 շաբաթ հետո, հա, ինչպես ասում, կամ ավելի մի փոքր երկար, կամ ավելի կարճ, դա չի նշանակում, որ վերջ, գիտեք, պրոբլեմը լուծված է, կամ ես վստահ եմ, որ եթե լինի էլ դադար, այսինքն այդ պաուզան, դա միայն նշանակելու այն, որ կողմերը ավելի ինտենսիվ պատրաստվելու են նոր էսկալացիայի։ Թրիփի առումով բնական է, եթե հիմա տեսեք, թե ոնց խորացավ այդ սրվեց այդ հարաբերությունները։ Որ մենք նոր կարողացանք, չէ, Իրանին համոզել, որ մեզ նույնիսկ վտանգ չկա։ Խնդիրը ավելի է խորացնում։ Նույնիսկ պաշտպանության նախարարը եղավ։ Դե հիմա մենք շատ ես բարդ եմ պատկերացնում, ինչպես կարող ենք ասել, որ վտանգ չկա, որ ամերիկացիները գալիս են ձեր սահմանին, հա, ներկայացված են լինելու, որովհետև համոզել էին, հանգստացրել։ Մեր համար սա չափազանց բարդ իրավիճակ է ստեղծում Հայաստանի համար Թրիփի հեռանկարների առումով եւ միջև կողմերը չհասնեն որոշակի պայմանավորվածությունների, ես նկատի ունեմ Ամերիկան եւ Իրանը, ստեղ շատ բարդ կլինի խոսել Թրիփի տենց արագ կառուցման, անխոչոնդոտ աշխատանքների եւ այլն շատ բարդ կլինի, որտեղ Իրանի եւ Ամերիկայի սրությունից հետո հարաբերությունների դա կլինի
Իրանի համար անընդունելի եւ իհարկե կլինի արդարացված իրենց մտահոգությունները, հա, այսպես ասենք, Հայաստանը պետք է, տեսեք, Հայաստանը շատ անելիք այսօր չունի, որ Մարդասիրական օգնություն ենք ընդհանրապես առաջարկում եւ քաղաքական գնահատականներում բավականից գոհ եւ զուսպ։ Այո, այսինքն այն ուժերը գիտեք, որ ասում են, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը սենց պետք է անի, նենց պետք է անի, Նիկոլ Փաշինյանը այս պահին ինչ որ շատ լուրջ հաստելու իրավիճակի վրա չի կարող, որովհետեւ խոսքը Հայաստանի մասին չի, հա։ Հայաստանը պետք է հնարավոր սցենարները ռիսկային գնահատի իր համար։ Ես տեսա, որ անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել 2 անգամ այս ժամանակ, կարծում եմ այդտեղ բոլոր այդ ռիսկերը քննարկվում են, հնարավոր այդ ռիսկերը չեզոքացնելու, վերահսկելու։ Այսինքն հայկական կողմի դիրքորոշումը ընդունելի է ձեզ համար։ Հայկական կողմի դիրքորոշումը, գիտեք, կարևորը որ մենք ցավակցեցինք, կարևորը որ Բայց 2 օր հետո փետրվարի 28-ից սկսվեց մարտի 2-ից Դե մի հատ գիտեք ինչ, սպասեցինք դուք գիտեք, որ ես ունեմ ընդդիմադիր հայացքներ, հա, տարբեր հարցերի շուրջ։ Ես այս իշխանության աջակիցը չեմ, ես ընդդիմադիր քաղաքական գործիչ եմ ինձ համարում եւ այո, շատ հարցերում անհամաձայն եմ իշխանության հետ։ Բայց այն, որ գիտեք, գնահատականներ, որ այնտեղ, չգիտեմ, տեղի ունենում պատերազմ, իրեն գնացել են իրենց կուսակցական հարցերով եւ այլն, ես մի փոքր բարդ եմ պատկերացնում այդ դրա մասին կխոսենք կարճատև գովազդային դադարից հետո։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում եմ։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք
այցելեք։ Միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյատապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը։ Իրանի թեման փորձենք ամփոփել, իրադարձություններին պետք է հետևել, ինչպես դուք եք ասում, ամեն դեպքում սառեցում է լինելու եւ ոչ թե ինչ որ կոնկրետ նպատակներին են հասնելու երկու կողմերը։ Հայաստանը պետք է դրանից ավելի զգուշավոր լինի։ Թրիփի հետ կապած խնդիրներ ունենք, չգիտենք դեռ ինչպես կլուծենք, բայց ամեն դեպքում Հայաստանի Հանրապետությունում ընդդիմադիրները խոսում են, այսպես ասած, փուչիկ խաղաղության մասին եւ մատնանշում են, որ Նիկոլ Փաշինյանի վերած խաղաղությունը դա ոչ արժանապատիվ խաղաղություն է, դա ժամանակավոր է, իսկ Նիկոլ Փաշինյանը երեք փաստորեն դիվանագիտների օրներ եւ այդ դիվանագիտական ծառայության աշխատակցին օրված միջոցառմանը մի այսպիսի հայտարարություն արեց, որ շատերին անհանգստացնում է այն, որ աշխարհում անհանգիստ է, Հայաստանում կասկածելի հանգիստ, սովորական վիճակ չէ։ Հասել ենք մի հանգրվանի, երբ կարողանում ենք պաշտպանվել փոթորիկներից, կարկուտներից եւ բազմում աշխարհաքաղաքական աղետներից, բայց սա էլ պետք չէ ընդունենք որպես ինքնին հասանելի մի բան։ Սա աշխատանքի արդյունք է, հետևողական գիտակցված աշխատանքի արդյունք։ Ինչի մասին է սա խոսում եւ արդեն աստիճանաբար գալիս ենք ներքաղաքական զարգացումներին։ Նիկոլ Փաշինյանը բավականին ակտիվ է, այն շաբաթ-կիրակի եթե գնում էր պատարակների, հիմա արդեն մարզային այցեր է կազմակերպում։ Շարունակեմ ուղղակի այդ միտքը, որ ասում են Նիկոլ Փաշինյանը գնում է հիմա մարզային այցերի եւ այլն, Իրանի հարցը, Իրանի հարցը խոսում է, որ այս հասել ենք Հայաստանում հանգիստ վիճակ է, թեև աշխարհը անհանգիստ է։ Պետք չի Հայաստանի դերը թե թերագնահատել, թե գերագնահատել։ Այն, որ Հայաստանի ղեկավարությունը, օրվա ղեկավարությունը պետքա ռիսկերը վերահսկի հնարավոր այն կոնֆլիկտի, որ այսօր կա, դա բնական է։ Այն, որ կան ռիսկեր, այո, կան ռիսկեր։ Այս պահի դրությամբ ես կարծում եմ, որ այդ հնարավոր ռիսկերը գնահատելու եւ հնարավոր սցենարների առումով վերահսկելու պատրաստակամությունը պետք է արդեն այս իշխանությունները ունենան, տեսնեն եւ պատկերացնեն։ Դրանից ավել, ասենք որ ասում են Նիկոլ Փաշինյանը օրինակ գնում է Քավազարշավի եւ այլն, ինչ պետք է, ասենք Նիկոլ Փաշինյանը չէ, օրվա իշխանությունը, յուրաքանչյուր մարդ ով իշխանությանը, ինչ պետք է սրանից ավել անի, այսինքն սա մեր կոնֆլիկտը չէ եւ Աստված հեռու տանի, որ մենք ներքաշվենք այս կոնֆլիկտի մեջ։ Ընդ որում իշխանությունը ասում է, որ հենց դրա համար ընդդիմությունը անհանգիստ վիճակում է, որտեղ մենք չենք ներքաշվում այդ պատերազմի մեջ։ Ես չգիտեմ իշխանություն ընդդիմություն նկատի ունեք երևի այն ընդդիմությունը պարլամենտական ընդդիմության։ Դե պարլամենտական նաև արտախորհրդանական ուժեր կան, որոնք Այո, գիտեք, ես այդ տիրույթի մեջ չեմ ուզում մտնեմ։ Ինձ հետաքրքրում է իմ երկրի անվտանգությունը, իմ ժողովրդի ճակատագիրը եւ այն վիճակը, որ պետքա լինի բնական, որ մենք չներքաշվենք ինչ-որ process-ների մեջ վտանգավոր մեր համար, որտեղ դա չափազանց վտանգավոր եւ ռիսկային է։ Իսկ ինչ կապված է այդ թեմաները սարքել ներքաղաքական, թե իշխանության ձեռքում, թե ընդդիմության ձեռքում ներքաղաքական ինչ-որ հարց, դա ներքաղաքական, եկեք իսեր ասω, թողենք դա մի կողմ, պետք չի դա սարքել ներքաղաքական հարց եւ միատել դրա շուրջ դիսկուրս ծավալել։ Ավելի լավ է մենք դիսկուրս ծավալենք մեր այն խնդիրների մասին, որոնք առօրյա ժողովուրդը որոնց հետ բախվում է, իսկ իշխանության տիրույթում է այդ նորից եմ ասում Իրանի կոնֆլիկտի հետ կապված այդ ռիսկերը գնահատել եւ վերահսկել։ Մարզային այցերի մասին ինչ կասեք։ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ընտրություններին, ինչպես նաև յուրաքանչյուր իշխանություն իր փոխարեն լինել, պատրաստվելու է ընտրությունները։ Յուրաքանչյուր իշխանություն թիվ 1 խնդիրը վերարտադրվելն է, եւ եկեք համաձայնվենք, որ այնպես չի, որ դա ինչ որ շատ շոկային է մեր համար կամ Նիկոլ Փաշինյանը ուզում է մի բան, ինչը որ օրինակ իր փոխարեն ուրիշը չէր ուզի։ Իշխանությունը ունի խնդիր վերարտադրվելու, իրեն գնում են դուր առ դուր, շփվում են մարդ առ մարդ եւ բնական է եւ թող դիմադիր գործիչներն էլ դա անեն, թող բոլոր նրանք ովքեր պատրաստվում են ընտրություններին
գնան եւ շփվեն մարդկանց հետ։ Ավելին ասեմ, մարդկանց հետ պետք է շփվել ոչ թե ընտրությունից ընտրություն, ոչ թե ընտրությունից 3 ամիս առաջ, մարդկանց հետ պետք է քաղաքական գործիչները շփվեն ընտրությունից 1 օր հետո սկսեն շփվել, որովհետեւ ոչ թե ընտրությունների համար են շփվում, այլ որովհետեւ իսկապես ուզում են ինչ-որ դրական վարչապետը շփվում էր պատարակների ձևաչափով սկսել այդ շփումները ամենուշաբթ գնա շփվի։ Ես ընդդիմադիր քաղաքական գործիչ եմ, ով է ինձ խանգարում, ես իմ չափով, իմ հնարավորությունների չափով մարդկանց հետ շփվում եմ, թե on-line տիրույթում, թե off-line տիրույթում մարդկանց հետ բոլորն էլ պետք է շփվեն, պարտավոր, եթե ուզում ես քաղաքականությամբ զբաղվես, մարդկանց կյանքը լավացնես, բարեփոխումներ բերես, պետք է մարդկանց հետ շփվես, որ հասկանաս ինչ խնդիրներ կան։ Քաղաքական շփումների մասով ավարտենք, Լևոն Տեր-Պետրոսյանը օրինակ հայտարարում է, որ Սամվել Կարապետյանը կարող է համախմբել ողջ հայությանը, կազմակերպել այդ միաբանությունը եւ չի հրաժարվի այն պայմանագրերից, որ կան կնքված միջպետական պայմանագրերը կամ հրապնդվի Հայաստանի ստանձնած պարտավորությունները, ինչ կասեք այս հայտարարության Գիտեք, մասին։ այս պայդրությամբ, եթե խոսքը գնում է թրիփի մասին, հստակ է Որում ամենաակտուալ։ եկեղեցու հանդեպ այս ոտնձգությունները իշխանական կվերանան այն դեպքում, երբ հենց Սամվել Կարապետյանը ունենա հաղթանակ։ Դե գիտեք, Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականն է, Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցները եւ Լևոն Տեր-Պետրոսյանը թող մեկնաբանի։ Ես կարող եմ մենակ մի բան ասել, որ չեմ կարծում, որ ինչ որ ղեկավար, որ ունի բանականություն, թեկուզ Նիկոլ Փաշինյանը վաղ գնա ուրիշ ղեկավար գա, եթե ունի բանականություն, երկրի շահի տեսանկյունից նայում եւ ռիսկերի տեսանկյունից նայում, որովը մեկը չի կարող չեղարկել որովը պայմանագիր, որի տակ կա Հայաստանի ղեկավարի ստորագրությունը։ Պետք է ճիշտ հասկանանք, որ Նիկոլ Փաշինյանն է ստորագրել, Հայաստանի Հանրապետությունն է ստորագրել։ Մենք ոնց ենք պատկերացնում, ասենք ամերիկացիներին, ասենք եկել է ինչ որ մեկը, առհասարակ Ռուսաստանը այսօր չի ուզում Ամերիկայի հետ այնպիսի հարաբերություններ ունենա, որ չկարողանա ունենալ դիալոգ եւ չկարողանա ունենալ երկխոսություն, այսինքն ինչի մասին է խոսքը։ Շատ երկրներ աշխարհում ուժեղ երկրներ, մեծ երկրներ չեն ուզում Թրամփի հետ վատացնել հարաբերությունները, փորձում են անգամ իր ինչ որ սուր հայտարարությունների հետ կապված երկխոսության գալ, կոմպրոմիսի գալ։ Հայաստանի Հանրապետություն դրամ ասում եկեք չգերագնահատենք էլի մեր դերը, մենք իրատեսական նայենք, որևէ մեկը ով ուզում է լինի ու ինչպես ուզում է թող ազգանուն այդ մարդու լինի, որը կլինի օրվա իշխանություն, այդ մարդը չի կարող Ամերիկայի Միացյալ Նահանգների նման երկրի հետ ինչ-որ մի բան չեղարկել, ինչը արդեն մենք որպես երկիր ստորագրել ենք, խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին չի։ Ի վերջո քեզ կգան կբացատրեն դրա արդյունքում ինչ է սպասվում Հայաստանի Հանրապետությանը, թե ինչ պատժամիջոցներ է սպասվում, թե ինչ հետևանքներ է սպասվում, թե ինչ կորուստներ է սպասվում, եւ դա ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների դեպքում, այլ առհասարակ միջազգային հարաբերությունում այդպես է դա աշխատում։ Դրա համար Լևոն Տեր-Պետրոսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումը Սամվել Կարապետյանի հետ Ես այնպես չի որ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին օր գիշեր սպասում եմ կամ կանխատեսում եմ Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ կասի կամ չի ասի, այդպես է գտել ճիշտ, այդպես ասում, այդ մարդը այդպես է տեսնում, որ Սամվել Կարապետյանը կարող է այսօր կոնսոլիդացնել, ընդդիմության մեջ դեռևս 3 ամիս կա դասավորումներ կլինեն, վերադասավորումներ եւ այլն, կտեսնենք ինչպիսի պատկերով կմոտիկանանք ընտրություններին, այդ ընտրություններին արդեն մոտիկանալու ժամանակ ավելի մոտ կարելի է գնահատական տալ, թե ով ինչ դիրքերում է, ինչ հնարավորություններ եւ հեռանկարներ ունի։ Սոցիալական խնդիրների հետ կապված փորձեն գնահատական տալ, կեսաթոշակները բարձրացվեցին։ Շատ լավ է, ես շատ գոհ եմ, տեսեք, թոշակների առումով ինչի եմ ասում գոհ եմ, հիմա որոշ մարդիկ ասում է կեսաթոշակների բարձրացումը բարեգործություն չէ։ Տեսեք, որոշ առումով հիմա ինձ կքննադատենք, ասեն ինչի ես գոհ, եթե մարդիկ երկար տարիներ աշխատել են, իրենց թոշակը գրեթե չի բարձրանում կամ քիչ է բարձրանում, նրանք ովքեր չեն աշխատել, համարյա հավասարվում է, կամ էլ որոշները կքննադատենք, ասեն, ահա, նպաստների բաղով կա արդեն գոհ եմ, հա, այսինքն ինչն ես գոհ, գնաճ է, այդ թոշակները հազիվ բավականացնելը մի գրպանից անում ենք, բայց ինչ եմ ես ուզում ասեմ, բնական է, սա այնպես չի, որ իդեալական է, վերջ թոշակառուները խնդիր չունեն, խնդրեմ չկա եւ այլն։ Գոհ եմ այն առումով, որ հանրության պայքարի առաջի փուլում ունեցանք որոշակի արդյունք։ Չէ որ ես ասել եմ ու ասում եմ հետեւյալը ու անընդհատ կրկնում եմ բոլոր հնարավոր հարթակներում, որ եթե չլներ ժողովրդի պահանջը, եթե չտեսնեին իշխանությունները, որ այդպիսի ժողովրդական մեծ ալիք կա, մեծ հանրային պահանջ կա, վստահեցնում եմ ձեզ, որ որևէ իշխանություն, յուրաքանչյուր իշխանություն չի գնա բարեփոխումների, չի գնա բյուջեից հավելյալ գումար հատկացնի եւ ինչ որ հարց լուծի։ Այսինքն, երբ որ տեսնում են նամանավանդ ընտրություններից առաջ, որ չէ որ մոտ 600,000 մենք թոշակառուներ ունենք, ինչը շատ մեծ թիվ է, տեսնում են, որ հնարավոր է թոշակառուները ձեն չտան իրանք գնում են այդ քայլին։ Հիմա սա ընտրությունների նախաշեմին եղավ։ Այո,
Իշխանությունները մտածում են վերընտրվելու մասին, այո, բայց այդտեղ կարևորը որն է իմ համար ես որ անընդհատ խոսում եի թոշակների բարձրացման մասին կամ անընդհատ խոսում ենք պայքարում ենք ուզում ենք որ դրական փոփոխություններ լինեն խոմ չենք ասում որ մենք ուզում ենք որովհետև ուզում ենք աթոռի գանք կամ ինչ որ պաշտոն ստանանք ինձ պաշտոնը առասարակ չի հետաքրքրում ամենայն անկեղծությամբ եմ ձեզ ասում ինձ հետաքրքրում է որ իրոք մեր ժողովրդի մատից մի փոքր փուշ կարողանանք հանենք հիմա ես շատ գոհ եմ այն առումով որ սա առաջի փուլում միջանկյալ որոշակի դրական բյուջեից որտեղից պետք է գումար որտեղ որոշ քաղաքական գործիչներ ասում են սա հանցագործություն է բյուջեում այդքան գումարներ չկա ժողովրդից է դուրս գալու մի խոսքով անկախ նրանից թե այդ գումարները ինչպես կդասավորի եւ ձեր կբերի իշխանությունը ես երբ որ ասում եի որ պետքա թոշակները բարձրանային գնահատում էի մեր բյուջեն անկեղծ ասած եւ շատ բարձր թվերի մասին չէի խոսում եւ տեսնում էի որ կա հնարավորություն միշտ ասում էի առաջի փուլում գոնե 10000 դրամով բարձրացրեք եւ տեսնում էի հնարավորություն որ այո կարող են բարձրացնել Եվ շատ բարեփոխումների համար դեռևս մեր բյուջեում կան հնարավորություններ։ Ես դա հստակ ասում եմ, որտեղ պահանջել մի բան ինչը հնարավոր չի, դա տրամաբանական չի, հա։ Ես ուրախ եմ, որ գոնե մի փոքր հարց, շատ փոքր հարց, բայց գոնե մի փոքր հարց կլուծի դա թոշակառուների համար։ Այո, չափազանց մեկը դժվար է մնում, գնաճ է, դժվար է թոշակառուների համար հասկանում։ Մենք պետքա պայքարենք, որպեսզի լինի ավելի դրական փոփոխություններ, որպեսզի թոշակը ընթացքում ավելի բարձրանա։ Եվ այո, կառավարության գործառույթն է, որ կառավարությունը աշխատի, տնտեսական աճ ապահովի եւ այո, լուծի մարդկանց խնդիրները։ Դա է գործառույթը կառավարությունը հայտարարեց, որ հենց տնտեսական աճի այո, եւ սրա վրա կանգ չենք առնում, պետքա անընդհատ շարժվենք առաջ եւ պետքա այո պահանջենք, որ կառավարությունը աշխատի, արդյունք ցույց տա եւ դրական փոփոխություններ անի։ Բայց գիտեք ինչ, հիմա ասել, որ սա ոչինչ չի փոխում, չգիտեմ, արժե զրկել ժողովրդի պայքարը։ Ես օրինակ չեմ հասկանում այն քաղաքական շրջանակներին, որոնք արժեզրկում են։ Չէ, հենց ժողովրդի պայքարի արդյունքում բարձրացան թոշակները եւ ժողովուրդը շատ բան կարա եւ ժողովուրդը պետք է հավատա իր ուժերին եւ որևէ իշխանություն չի կարող չկատարել ժողովրդի կամքը, եթե ժողովուրդը իսկապես ինչ որ բան ցանկանում։ Եվ երկու հարց ունենք 3 րոպե ժամանակ, չեմ ուզում առանց այս հարցերը ձեզ ուղղելու, ձեզ այսօրվա հաղորդումը համարել ավարտված։ Մենք միասին ձեզ հետ միասին շաքարային դիաբետիկ երեխաների 18+ երեխաների պատանիների մասին խնդիրներ կան, որ ծնողներն են բարձրացնում եւ վերջերս ես հաղորդում ունեցա Նարեկացի արվեստի կենտրոնի հետ, ովքեր կազմակերպել էին միջանկյալ հարթակ հաշմանդամություն ունեցող մարդկանց եւ գործատուների այս խնդիրները հաշմանդամություն ունեցողներին աշխատանքի դժվար են ընդունում եւ նույնիսկ այդ միջոցառումները կարծես թե տապալվում են եւ շաքարային դիաբետիկ 18 գումարած երեխաների խնդիրները ինչպես եք պատկերացնում ինչպես պետք է լուծվի այստեղ Ալինա Աղաջանյանի նամակի հիման վրա մենք փորձեցինք մի քանի հաղորդումներ անել բայց կարծես թե սա այլ տեղից դեռ չի շարժվում պետք է ծնողները բոլոր օրինակ նույն շաքար դիաբետիկ ունեցող երեխաների ծնողները միամուռ պայքարեն հաշմանդամության կարգ ունեցող կամ չունեցող մարդիկ, ովքեր ունեն նման խնդիր, այսօր այո շատ բարդ վիճակում են Հայաստանում, որովհետև սոցիալ նախարարությունը սարմով պետք է ուղիղ ասեմ, թերանում է, որովհետև ինչ որ չափորոշիչներ են մցրել, որոնք որ իսկապես հողի վրա առհասարակ չեն արտացոլում են իրականությունը, որը կա, եւ այո, պետք է մարդը Հայաստանում պետության կողմից ով հաշմանդամության խնդիր ունի աջակցություն ունենա եւ ոչ թե ասեն երեխաներին, ասենք 18+-ից հետո ասեն, օրինակ նույն դիաբետիկ երեխաներին ասեն, քեզ էլ պետք չի կարգից զրկեն, նպաստից զրկեն եւ այլն, ոչ, պետքա պետությունը տեր կանգնի իր քաղաքացուն։ Այո, եւ պետությունը պետքա թիկունքում լինի այդ քաղաքացիների։ Իսկ մենք պետքա պայքարենք հանրության հետ միասին եւ բոլոր ովքեր որ փառկասը չունեն այդ խնդիրները պետքա հասկանան, որ դա մեր հայրենակիցներն են, շատ կարեւոր մարդիկ են մեր համար։ Դա մեր երեխաներն են, կապ չունի։ Դա մեր հայ երեխաներն են, մեր քաղաքացիներն են եւ բոլորս պետքա պայքարենք, ոչ միայն ծնողները ում երեխաները ունեն այդ խնդիրները, ոչ միայն մարդիկ, ովքեր ունեն այդ խնդիրները իրանց հարազատներ, այլ բոլորս, որտեղ Աստված հեռու տանի յուրաքանչյուրիս հետ դա կարող է տեղի ունենալ, եւ եթե պետությունը նման ձևով է վերաբերվում այդ քաղաքացիներին, ովքեր դրա օգնության կարիքը շատ ունեն, ուրեմն այդ պետությունում խոսալ ինչ որ առաջընթացից, սոցիալական արդարությունից, չգիտեմ ինչ ուժեղացումից եւ այլն անիմաստ է։ Եվ ես դրա համար ուզում եմ հետեւյալը ասեմ, որ պետք է մենք բոլորս պայքարենք, պայքարը տալու է արդյունք,
որովհետև եթե որոշ մարդիկ նորից եմ ասում են դե լավ մենք ոչինչ չենք որոշում, ամեն ինչ մեր տեղը որոշված է, թոշակները, որոնք բարձրացան, ուղիղ ցուցիչ են եւ ապացույց են, որ չէ։ Հենց ժողովրդի պայքարի արդյունքում իշխանությունը վախենալով որ կկորցնի քվեներ, տվեց որոշում կայացրեց եւ գնաց դեպի նման քայլի։ Չլիներ այդ հանրային պահանջը, չէր բարձրանալու թոշակները 10,000 դրամով, երբ Հայաստանում բարձրացել 10,000 դրամով։ Ընդ որում թոշակառուները ասում են գոնե 10,000 դրամով բարձրացել։ Գուցե մի փոքր ավել թիվ կասեին Նիկոլ Փաշինյանը ավելին կբարձրացներ։ Բայց դուք հիշում եք, երբ էր 10,000 դրամով Հայաստանում թոշակ բարձրացել, երբեք, չէ՞։ Բայց այդ հանրային պահանջը, այդ հանրային ցասումը եւ այլն միանշանակ բերեց դրան։ Շնորհակալություն եմ հայտնում այսօրվա հաղորդման համար, այնպես որ կարծում եմ կրկին կհանդիպենք այս հարթակում եւ սոցիալական խնդիրները այնքան շատ են, որ հաջորդ անգամ գուցե նաեւ աշխատանքի իրավունքի եւ աշխատանքի պայմանների մասին խոսենք, որովհետեւ այստեղ Հայաստանում ոչ միայն մեր ազգի ներկայացուցիչների հանդեպ այդ աշխատանքի խտրականություն կամ իրավունք, ունենք նաև Հնդկաստանից ներկայացուցիչներ, որոնց ամենօրյա աշխատանքը տեսնում ենք, թե որտեղ են կատարում, ինչպես են կատարում եւ ինչ պայմաններում։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։